the only problem unsolved. I need to get to you, darling. It's not what you really deserve. I need to make you escape. Those are not the arms you belong to. I need to make you fall to realize that you've got someone to hold on to. Fucking Gymri, welcome. Astrid, Jäger und Quatsch. Sachen Jäger. Wenn Astrid ist, dann leg ich mal. Was ist? Astrid ist. Ողջույն։ 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 Արու տարի նկարվում են։ Ռայգոֆը դրանջն էին։ Հա, սրա տակ որ երգը բա կարելի է դնել ալբոմից։ Ոչի ալբոմի երգերն եմ ուզում դնել, եթե Okay. Կադրը պահել այն կարմիրի վրա ու Red Light-ը դնել։ Red Light, հա, ճիշտ է, ես Red Light-ը սրա տակ sense լոքս։ Կամ կադրի ինչ Խախտեցինք Սենյակի գարմոնիան։ Չէ, կանաչնես դեր։ Ոչի ինչի մասն է, բայց հետո գրում է Recently I've been to Satan's feast. Loud music playing and all in yellow mist. Մինչև մեր 2 տարի առաջվա ֆանկս եմ էլի, այդ էվոլյուցիան երկ գրելու։ Հետո այդ դուսանելուց դու դիք կլսես կոմեջիցդ կֆռա, ռեակցիայիցդ ես կհասկնամ իմ զգացածը սերորդ ու զգացիր, թե դու вообще ուրիշ բան զգացիր դոր մեջ։ Ինչ որ անորոշ ու շատ հարաբերական բաներ կկատարվեին, էլի։ Հետո ինչքան ավելի ժամանակ կանցնի, այդքան ավելի լավ կհասկնայի ես ինձի իմ էմոցիաներս ու շատ ավելի պարզ կրնայի դորով կամ սպես պատմեի կամ երկ նվագեի, դինքն էությունը նույնը կմնար, էլի։ Ու այդ խաղարգային վիճակից ավելի հստակ դառավ ամեն ինչ։ Ալբոմը հենց այդ ժամանակվա պրոյեկցիան է, էլի ինչ որ ինձ է համար։ Այդ էմոցիաները տենց քարը արտահայտելու։ Հա։ Իսկ տղերքը չեն գրում, այսինքն դուք չեք գրում տեքստերի վրա, Տեքստեր չէ։ Չէ, բայց вообще ոչ թե բանում Ռոզենթալում երգեր չեք գրում առանձին։ То есть դու սակայն one man band-ը, հա, տենց քեքա տենց էլի։ Երկերը ես կգրեմ, բայց մենք երկով Ձևավորման ու վերջնական տեսք ստանալու մեջ ամեն մեկս մեր մասնիկը ունենք, մենց մասնիկ չէ էլի։ Թազա երկերի վիճակների մեջ արդեն ավելի շատ James Session-ը դու կա, բանկերնի մեր մոտ երկերը ստեղծելի էլի։ Այդ նվագերով իզիաներ բանանելով։ Իսկ այդ ֆորմատը որ ես երկը կգրեմ, կտանիմ տղեկին ցույց կտամ, իրանց դուր կգա կնվագենք, դուր չգա չենք նվագի, ընդհանրենք։ Դորից անցել ենք։
Նոր համար հենց այդ ալբոմը որ խոսային շատ բան փակվավ էլի, հիմի արդեն ես այդպես չեմ ուզա աշխատել։ Հենց տուրք ու կային, որ մենք 3-ով իրար հետ կնվագենք ու այնքան բաց կրնանք եղնենք իրար հետ, որ ինչ-որ բան տեղում կծնվի։ Այսինքն ինչ նոր էտապ է, հա, սկսել։ Այդ Ջեմ որ ասում էր, այսինքն սկսում եք ջեմ անել, նվագել իրար հետ զուտ, հա, իդեաներ տարբեր ինչ-որ իրար կացնում։ Ինչ-որ ինչին է, թե չեք ասում ինչ կա, то есть շատ շուտ է, ինչ-որ բան։ Հələ կոնկրետ բան չեն կնասենք, որտեվ սաունդը կփոխվի այս ընթացքում, ինչ-որ բաներ կավելնան, ինչ-որ բաներ կփոխվին, որոնք հիմի այդ զարգացման փուլում են, էլի, կներեք։ Զարգացման փուլի համար, հա։ Ձեր փորձատարը Երևանում է, չէ՞։ Հա։ Բայց դեռ ոնց է կանում այդ բա։ Մենք փորձատեղի փնդրդուկներով ենք այս սաղ տարին։ Գյումրի։ Երևան եթե Հայաստանով չեմ մենք։ Հա, Հայաստանում իսկականից։ Կարող չէ որտեղ համերգ ունեինք, ինչ որ շրջան կուկայինք լեննական այդ փորձերը կենեինք, տարածքար, էլի կերտայինք համերգ կուդայինք։ Հետո գնացինք նամ փախած գյուղ, փախած ամենալավ իմաստով։ Ֆանտաստիկ տեղ էր, Սարապատ էր բառը ֆանտաստիկ։ Ինչ Սարապատ։ Սարապատ։ Սարերով պատված փոքր գյուղ է, մեր 30-40 տուն, թռչկան ջրվեժից մեր 10 կիլոմետր են կողմը։ Որից կտրված ոչ կապ կա, ոչ ճանապարհը չկա, չէ՞, վիդեո։ Ոչ ինտերնետ, ոչ հեռախոսի կապ։ Ես էլ էս դեպքում գալիս, ասում կա։ Նարեկը կելնիր ամեն օր մամ սարի կագատին որ ընկերու հետ խոսար։ Լավ Բիլայնը մի քիչ։ Գետում լողնա բանը շատ ստրիման ինչ որ լավ։ Բայց գոնե ամառն է, չէ՞։ Հա, ամառ։ Բայց այն ինչի համար որ գնացել էինք, այդ չգտանք, էլի գտանք այս ամենը ինչ որ պատմեցինք։ Հետո ընդերից հետ եկանք գնացինք Խարբերդ։ Այն էլ ինչ որ ուզում էինք գտնել, այդ հա Դա քիսուսիում։ Հա, միակ լավ բանն է Խարբերդից։ Ամենք իրար կուզեինք գտնեինք, էլի։ Ինչ որ շատ վերացական կպատկերացնեինք ամեն ինչ։ Այդ ինչն էր որ Ամեն ինչ իրականում շատ բարձ է։ Հա, դες գտներից դեմներ։ Իրար հետ նստած իրար մանկուկայինք, ուրսես կֆռայինք։ Հիմի կոմեդի ասենք, մամ սենյակ ունենք ու նվագենք։ Իսկ որ ասում եք ազդեցությունը կա էլեկտրոնային մյուզիքի, չեք մտածել հեչ սայդ պրոյեկտների մասին, այսինքն Ռոզենթալը լինի Ռոզենթալ ու ինչ-որ նոր բան կողքից անեք, թե տենց մտքեր եղել են, ինչ-որ նոր մյուզիկ բան։ Քանի որ էլի 3-ից մոտ կամ ավելի շատ մի 2-ից նարեկներ կմիանա։ Կարիք է ինչ-որ չանի ուրիշ սայդ պրոյեկտի, որտեղ էլի 3 ենք էլի այդ նույն բանը ուզողը։ Հենց Ռոզենթալը կփոխվի այդ դեպքում, այլ կարիք չկա։ Այսինքն Ռոզենթալը կարա rock and roll-ից դուրս գա մի օր։ Ընձիք թվա Ռոզենթալը շուտ է rock and roll-ից դուրս եկե։ Հա։ Եթե այդ կարծրատիպային rock and roll-ի մասին է։ Հա։ Ես ոչ այդ որը կապեր ասում եմ նկատի համել նկատի ունես թե Հայաստանի խմբերի հետ ասենք դուք ոնց որ չգիտեմ ինչ որ mid generation եք rock and roll-ի, հա, ոնց օփշի rock and roll-ի ասած ասենք այն հների հետ background-ի հետ կապ ունեք կամ background-ը вообще ձեր համար կա Հայաստանում եկել է։ Ես գիշեմ իմ էլի սկզբի շրջանները սոր նոր գիտար կնվագեի ու ինչ կանել ինտերնետով լիքը խմբեր լիքը ազդեցություններ կային մեկ է ուրիշ էր որ բամբիրը ակադեմիան գնվագեր ու ես կրնայի երթայի ու լայվ իրանց լսեի օրինակ դիք չեմ կրնա դիք մոռանամ էլի եթե հենց այդ կաբի մասին է խոսքը առաջի անգամ տեսնեի ինչը կենտանի մարդը բեմի վրա դիք աչքից տեղը կեր է էլի ու ես եք ուզեի այդպես եղնեի, ես եք ուզեի այդպես ենեի ու ինչքան ժամանակ է անցել ու տղեկներ շարունակենք ու մենք հմի կտեսնենք իրանց մոտ ինչ պատմություն կստացվի էլի, իրանք ինչի միջով կանցնին, կա այդ կաբը շփնենք ես առաջի անգամ որ FIX-ի համերգը լսեցի շատ ազդվել էի Սա կբով են, զգացի որ ամենախորը տեղով կզգամ տղեկի ինչ կնվագեն էլի հմի ու դիք вообще բամբիր չէր, այն մյուս պրոյեկտները չէին, որոնք իրանք եղել դիք FIX-ները, դիք նոր էր ու դիք ինձ դուր եկավ շատ։ Ինձ միշտ հետաքրքիր է, բացի բամբիրից Գյումրիում ուրիշ բան չի եղել, ինչ է ձեզ էլի։
Դու էլ Գյումրիից ես, այսինքն դուք պետք է ասեք, որտեղ ոչ շուտ դրա մասին չի խոսում, բայց ինձ թվում է եթե բամբերը 30 տարի եկել է, 90-ականներին գոնե ինչ-որ բան պետք է։ Ես պրոստո անուններ չեմ հիշել։ 90-ականների վերջերին եղավ այն բամբերը, որին մենք գիտենք։ Հա, բայց բացի իրանցից էլի նկատի ունեմ։ 80-ականներին ավելի հետ ես կհիշեմ այդ մարդկանց, բայց խմբերի անուններ չեմ հիշել։ Հա։ Իրանց հետ շփվել եմ, քիշեմ որ կպատմեին որ ռոք օպերային էրե բանի ավարայրի ճակատամարտի շուրջ, այդպես ինչ-որ բաներ կպատմեին, որ ինչ-որ շարժեր գալու էր այդ մարդը։ Հա, այդպես ինչ-որ բան։ Այդ մարդը անը գալու է ու ինքը տաքսի կշեր այդ։ Մի անգամ իր հետ գնացինք մեր այդ ժամանակի փորձատեղ ու այդպես բաներ պատմեր։ Լիքը մարդիկ են եղել, լիքը բաներով են զբաղվել, պրոստը հիմի չի մնացել էլի, պաստորեն։ Oh, that's that good shit. Վիրուխա։ Բայց նարեկ, բայց կոմոդ ուրիշ է, չէ՞, պատմությունը, background-ը вообще ուրիշ է։ Հա։ Դու բանում եք, չէ՞, Դիոնիսիսում եք նվագում։ Չէ, սպասեցի, որտեղ դեղում եք նվագում։ 13 թվին համ Ֆերունդում է, համ դեղում։ Այնքան մաքուր ես, որ վախում եմ քեզ մատով գտնել։ Իմ բեքգրաունդը մի քիչ ուրիշ է։ Երաժշտի ընտանիքում ծնվել, միշտ դասական երաժշտություն, բան, հետո տան երաժշտությունից լավ հերված է, հետո բացահայտեցի ռոքը, այլ ռոքով հետ եկա երաժշտությանը, 13-12 տարեկանում Pink Floyd առաջ անգամ լսեցի, տենց որոշեցի, որ մեծանամ դառնամ թմբկահար։ Էդ ինչ որ եղավ, մեր համար սպառվավ։ Հա։ Սկսեցինք էլի փորել, էլի խորանալ, գտնել այն ինչ որ մեզի դուր կգա, որովհետև մեզ որ դուր չգա, լսողին է դուր չգա, էլի։ The time will stop when you kill a man. A dead child's face opens up a hole in the corner of the room. Retells his life. Am I alive? Կամ առանց չի իրեմ։ Օֆելա։ Օֆելա։ Քիչ ավելի ինքոմ։ Դե օֆելա։ Բայց այդ աթորաշկից հանես։ Չգեզեць է դա։ Լարերը չկան, հա։ Ֆանտաստիկ, magnifique։ Ինչու եմ զբաղված, բայց։ Դու հարցեր չունես։ Ես ունեմ։ Давай. Ձեթակրքիա բացի մյուզիկից ինչու եք հետ զբաղվել բաժիզնի։ Թե Ես բանով։ ոչ մի։ Ինչու միշտ գործ չեք արել, вообще։ Ինչու էպիկ գործ։ Գործ չէ։ Շատ փոքր տարիքում նկարել եմ։ Ես էլ։ Լուսանցքից անգամ չէ։ Ուդեղ պատա է։ Այս վերջերս թաշում եմ բամ զգացի որ էլի կստացվի որ իրան ժամանակ տրամադրեմ էլի։ Իսկ չեք մտածում, որ տենց ինչ-որ կարող փուլ լինի, որ մյուզիկով չզբաղվեք, ուրիշ բանով զբաղվեք։ Մտածել եմ։ Հա։ Ինչ կարելի։ Ինչ կարելի է անել այդ դեպքում։ Ես ծրագրավորումով կարող եմ սկսեմ զբաղվել։ Ինչ-որ բայից սկսած։ Գերարական սորվե բաներ են էլի, այդ քիչ մտածողությունը կա։ Գիտեմ որ եկերնա ստացվի։ Մենք ընդդեմ ենք չէ՞ ծոնում փոխել։ Հա։ Բայց դա դիք հոգուտ կանչի չէ էլի որ ծրագրավորումով սկսես զբաղվել։ Հա, բայց ես մտածեցի, որ այդ մոմենտը միշտ է կա, էլի, այսինքն մեր մոտ ինչ-որ ստաբիլ մշակույթ չկա, շոու բիզնես չկա, էլի,աժես ոչի մեջ։ Իսկ ինչ-որ մի բան մտածել եք, որ պրոստը ոչ մի բան չստացվի, ամեն ինչ արեցիք, թե չեք ծրագրավորում։ Պետք չի երբեք այդպես մտածել։ Եթե այդպես մտածես, արդեն դու պատրաստ լինես, որ չլինի ինչ ես անելու։ Ինչ էր ապավարության մտածի, որ չլինի ինչ ես անելու։ Ու ինքը չի լինի, չլինի։
Շուտ ծրագրավորելու նման բան ա, եթե տենց սկսես մտածես, կարող է տենց։ Եթե մտածես, որ չլինի, բա ինչ պիտի անեմ, всё, այդ պահից ինքը արդեն աշխատելու է այնց, որ չլինի ու դու պատրաստ պիտի լինես անելու ինչ որ բան, իրա չլինելու դեպքում մտածելը սխալ է, իմ կարծիքով։ Դու մտածես ամեն ինչը լինելու է ու պատրաստ լինես եղածի հետ ապրելու, եղածը որպես գործիք օգտագործելու։ Եթե դրան էլ պատրաստ չես, էլի լավ չի։ Այս գին ինչից ապահովագրած լինելու այդ հաջողության բանաձևը որն է։ Fail-ից էլի։ Fail-ը որն է։ Դե որ ասենք զբաղվեցի ու ինչ որ feedback չեկավ քեզ, ու դու հասկացար, որ սրանով չես կարա ապրես, էլի ոնց որ ինչ որ սենց ավելի կենցաղային բան էլի, չես կարա աշխատես։ Հայաստանում բացվեք մեկին ով երաժշտությամբ է զբաղվում ու այդ խնդիրը լուծում է։ Ու ինչ որ եզակի դժվար է կամ պիտի շատ հայտնի բան անես ու այդ ծախես կամ չէ, անես ինչ որ դու ես սիրում, դու ես ուզում։ Այդ դրան ո՞նց է վերաբերվում ձեր կոնտեքստի մեջ էլի, Ռոզենթալը։ Թու հələ որ ստացվում է։ Հա։ Խնդրին էլ չենք ասել, որ արդեն խեղդ է ու ստիպված եղնիկ ուրիշ բան անել։ Ոնի էլ Чисто մուզիկայից։ Հենց մենք մտածել ենք նոր մասին, ող աշխատենք, ես ինչ բանը հասցնենք, լավ չենք զգացել մեզի, չի ստացվել, չենք կրնացել իրար դեղնենք, դորից կսկսվի հենց որ չենք մտածել դոր մասին, կենենք են ինչ որ դիենենք, ինչ որ կենենք հալ ճիշտ, պտի չէ։ Այդ հարցերը իրանք կլուծվին շատ ավտոմատ, մենք ջանք չենք գործադրել, որ փող աշխատենք էլի, մենք կսիրենք զբաղվել նորով ինչ որ կենենք, feedback-ն էլ ճիշտ ենք անը ինչ կանոն մենք կուտանք, ինչքան կուտանք կանք ստանանք ու ենքան դուրս կուկա հատիկ, շատ արտար է, որտեղ եղել է, չենք տվել, ստացել ենք ու տեղ խախտվել է այդ հավասարակշռությունը։ Դորմար այսպես երկար ծխվավ, մինչև եկանք ստեղ։ Մենք կբաց ենք եղել նորից ինչ որ եղել է, էլի, համի բաց ենք թողել։ Ես ես լսում եմ, ասենց ամեն ինչ դες ներդաշնակ է, մտնես տպավորությունը չէ, էսի տեստ է կարել ու չգիտեմ։ Ես ակունքը շատ չկան կարում։ Որը։ Ոնց որ շանը ծեյց է։ Անտիքոկովակ։ Գյումրի։ Я просто Սոնայիդ մտածում ենք, օրինակ ասենք Տիգրան Համասյանի համար կամ ասենք ոչ ինչ որ իրանց բուջուր հայրենիքի տեղափոխված մարդկանց համար կարևոր է, որ իրանց հին հայրենիքում իրանք ինչ որ ներդրում ունենան, թեկուզ ասենք այդ բանով, ինչ որ դվիժ սարքելով եւ այլն։ Թե հələ ձեր մոտ հələ ասենք ձեր անձնական երաշտական աճի վրա աշխատելու բանն է, էլի, հələ պետք է ինչ-որ բան դուրս գա, որ կապը վերադառնա այդ ոնց որ մահու ռոզը։ Ինչ որ իմաստով, հա, օրինակ երեկվա համերգն էր, դորից առաջ, մեկ տարի առաջ էինք համերգ տվել, հետո էլի մենք ինչ որ ժամանակ առ ժամանակ կուկանք համերգ կուտանք ու դիգել կրնայանի այդ փոքր ներդրումը օրինակ, որ այդ օրն է մեր համերգն է, մեր միջավայրն է, մեր մարդիկ են, մեր ընկերներն են, սաղ որ իրար հավաքում կուրախանան։ Այս մեծ բանանելու համար պես տեղն ես ինձ թե որ կանանաս տեղից այդ շարժը բանը ստեղծես կամ դու դուրս արդեն շատ մեծ բաների հասած կանես որ հեշտ տեղն է ավելի այստեղ համերգ տալը դիտվա այն չէ ինչ որ մենք մեր պոտենցիալը չէ լրիվ այս ժամանակի Բայց ինձ թվում է հա այն որ գալիս եք նվագում եք ու այդ երեքը հավաքվում են ու իրանք այդ զգում են այդ լայվ համերգի կայքը մենք որտեղ կապենք չկար Դու ամենակիչն է ինչ կարան կանենք եթե իրանք համար է շատ է հա Մենք որտեղ կապենք չկար համերգներ լայվ բանապես պես ակտիվիտի չկար ինչ որ մի օր կա կանեմ ենք էլ այդ մասը ունենք այդ ամեն ինչը մեջ շատ լավ է ու նույն ժամանակ ստեղել կան էլի մարդիկ ովքեր նվագեն ու բարբերաբար ինչ որ համերգներ կենեն համերգներից դուրս էլ լիքը իվենտներ կեղն են ստեղ Լենական իր հարցերն մի շատ լավ լուծել է հա անկախ նորից մենք
կկարևորենք ինչ որ մշակութային հարցով զբաղվել թե չէ, Լեննագանը մի խոսային ինչ որ ստանդարտ է ստեղի տեմպը մեկ չի, որ կհամեմատենք, բայց մի կարագն է, կամաց կսկսեն ինչ որ բաներ կատարվել, մարդիկ այս մեծ տարվա մեջ ավելի շատ են Հայաստանի մյուս սախտեղերից եկել Լեննագան գնացել, քան Երևի անցած 10 տարիների ընթացքում։ Այսինքն պետական մագարտակով այդ հարցը գլուխ։ Ուշադրություն դարձվում է Գյումրին, իսկ այդ առաջի փոքր քայլն է էլի։ Շատ փոքր քայլ է իրականում, բայց եթե պետական մագարտակով ուշադրություն է դարձվում, փոքր քաղաքի համար, անտեսված քաղաքի համար եկաբանը։ Իսկ այդ գյուղ գնալու իդեան որտեղից եկավ։ Մենք կուզեինք այդ սարերի ու ամբերի վեհության մեջ, պես Փորձանելու տեղ չկար։ Գնացինք հաստատվաշին ասում։ Թե ինչի մասին կմտածենք вообще էլի։ Ոչ թե ինչի մասին կմտածենք, այլ կուզեինք մի բանում հասկանայինք, ինչ որ չէինք հասկանա։ Իսկ այնտեղ շատ ավելի թեթև է, չէ՞ ներդաշնակությունը անկախ քեզնից կուկավոր։ Կողքի աղմուկը չկա էլի ինքնուրույն եւ զորության մեջ։ Ծովի գնայես կամ աղմուկը ժամը 7-ին, որ կովերին բերում էին սարերից ու կթելու ժամներ, մենք էլ առաջին օրներ էլի, որ այդ ժամին փորձ արեցինք ու մի հատ ֆանտաստիկ ձեներ գալի գյուղից։ Մենք նվագում էինք, կովերը իրանց ձեներն էին հանում, այդտեղ շները, ակլորները, ինչքան կենթանի կար գյուղում, բոլորը տենց մենք էլ հետներ ու ֆանտաստիկ։ Բայց գյուղացիք ձեզ չեն բողոքում։ Չէ, մեզ նույնիսկ կաթեին հյուրասիրում, ձույին վաճառում, բայց կաթեի հյուրասիրում։ Այս ձեր ամբողջ փիլիսոփայությունը մի տեսակ road musician-ների ավելի սազում ինձ թվում է, սենց ոնց որ բան, ճամպրոկով պիտի ելնեք, սենց գնաք, նվագեք, այ որ տենց ելներ, նենց լավ կլներ։ եք ուզում, էլի գնաք, տենց ինչ-որ նման եք շատ այդ ֆորմը։ Հենց ճամբրոկ չէ, բայց կա այդպես էլ տրամադրված ենք, բայց տարածության մեջ ճամփորդելու չէ էլի։ Այստենց, հա, այսինքն զուտ կլասիկ իմաստով ճամփորդություն չի պլանավորվում։ Տենց գնալ էլի ուղղակի։ Մտածել ենք այդ երազներով ենք տարբեր ուզել ենք դաժե ինչ-որ բայ Հայաստանում տուրենենք տարբեր տեղերով նվագենք բան, բայց ինչ-որ չի կվել, որովհետև երևի արհեստական օրեն ենք փորձել այդ միտքը զարգացնել էլի, բայց հենց այն պահը կա որ մենք դելենք ու նվագենք, որովհետև հասել ենք այդտեղ, գելնենք ու կենենք։ Բայց իհարկե լավ է ինչ-որ պատկեր ունենալ թեգուս մտքի մեջ զուտ գնահատելով ներկա սիտուացիան էլի, թե ինչ կգնա սպասվի քիչ հետո։ Ես հետո գիտես մտածում եմ road band Հայաստանում կարող է լինել, էլի մի քանի տեղ գնացի նվագեցիք, տես ճամփան վերջացավ։ Կդուրս գաս էլի։ Հա պետք է Հայաստանից դուրս գաս էլի, то есть։ Չէ՞ որ մարանաս, բայց գյուղերով գնաս, լավ է երկար կլինի։ Դե գյուղերով Չէ, դա մի հատ հանդիպելու ես մի հատ պատի, որտեղ չգիտեմ էլի կարող է տենց Ինչի համար ես անում, եթե, հա, մենք շատ լուրջ խնդիր ունենք անկախությունից այս կողմ, մշակույթ չի պրոպագանդվե ընդհանրապես, զիբիլա պրոպագանդվե պետական մակարդակով, այն ինչը որ օբյեկտում էր ամոթ, էֆիրով են տվե ու համատարած ու 30 տարի, հիմա շատ լուրջ խնդիր կա, երեք ինձ այդ նույն վարորդը ջիջի այդ անեկդոտը որ պատմեց, ասում է մեզ ստիպում են դասական երաժշտություն լսել։ Հանակ էներ, նարեգնձի աչքով էր այս դաժը։ Բայց ես հավատացած եմ, որ ամեն ինչ շտեից է սկսում, եթե լուրջ մի հատ օֆիս տաքսու, ասի կլասիկայից էնյան ուրիշ բան եղավ, գործից հանում եմ, այդ իմ կարծիքով մի հատ քայլ է, որ մի բան փոխվի, հիմա չէ, 10 տարի հետո։ Լուրջ մի հատ տաքսիստ, որ ամեն օր կլասիկա լսի, իր կյանքի որակը փոխվելու է 100%։ Բայց ինքնասպան Չէ, լուրջ հարցեր կա, իմ սուբյեկտիվ կարծիքով, ինչը վերաբերում է մշակույթին, դա պետք է լինի դիկտատուրա։
Հա բայց չես կարող, չես ստիպես, պետք է ինչ-որ ճանապարհտաս, որ ինքը հասնի դրանից։ Ստիպելով մեկը ինքը չի լսի, ինքը իրականության հենց պրոստը իրականության մեջ կողմնորոշվելու մասին է խոսքը։ Հենց հիմա մենք այն իրականությունում ենք, որտեղ Բեսպրիձելը օրինաչափություն է եղել 30 տարի շարունակ։ Զիբիլը սնունդի տեղ զորrով կերցրել են մարդկանց։ Այն երեխան, որ աշկերը բացել է ու տեսել է տունը ռաբիս, տելևիզորով զիբիլ, ռադիոյով զիբիլ, դասարանում զիբիլ, հեռախոսի մեջ զիբիլ, այդ մաքրելու ճանապարհը իմ կարծիքով դիկտատուրան է ու խիստ ցենզուրան։ Զորrով, լուրջ։ Քել ոչ թե զոր ենք, այլ գոնե մենք զիբիլի տեղը մաքուր բան տանք։ Դե այդ ամեն մարդու խնդիրն է, բայց համատարած որոշելն է խնդիրը, մեզ որոշելն է խնդիր, թե այդ ինչ պետք է տաս, որ ինքը սաղի համար էտալոն լինի որակի։ Դասական երաշտ։ Դե այդ ինտելեկտի հարց է, որովհետև դե գետ ես դրա համար էլ ասում ես ինչ։ Դե դասականը կարանք ընդունենք որպես էտալոն։ Հա, թող այդ լինի մի հատ 0-ի հավասարացնող ինչ-որ բան, այդ մինուսից բերի տեղ, այդտեղից ճանապարհները ազատ են։ Այդտեղից այն կողմ չի կարա զիբիլ ծնվի։ Ինչ ես կարա դու լսես բախ, ոգեշնչվես ու գնաս մի հատ տենց իմ աղբերը վաղը ծնող կդառնա գրես։ Սա բդոյից առաջ ինչ է եղել։ Երբ որ երաշտական գործիքներ չկային դաժե։ Երաշտական էտալոնը ինչ կրնար եղնել այդ վաղ։ Արի այդ վաղտերը չգնանք, որտեղ անիմաստ է։ Կենտրոնաս կվերջի 400 տարվա վրա ու ընդից կսկսես սա։ Ավելի մեծ վերցրու։ Բայց դու հիմա ապրում ես ըստե ու ասում ես իմ աղբերը վաղը ծնող կդառնա։ Դու ի վիճակի չես գնաս ըտե։ Ով էլ քեզ տանի, ի վիճակի չի տանի ինձ։ Դրա համար պետք է սկսել ինչ-որ մի հատ համընդհանուր արժեքից, որ ասես աղբեր, սա լավ է։ Դու հիմա չես հասկանա, բայց լսի, թող արյանդ մեջ մի քիչ մաքրվի, վաղը երեխա կունենաս, դա իր համար նորմալ կլինի։ Իմ կարծիքով այդ ճանապարհը, որը պիտի։ Այդ ինչ որ հայտնի երկար է, աղբերը վաղը ծնող կդառնա։ Արի չխոսանք էլ։ Բայց էդ էլ է հետընկել, դրա տեղը մեծամասնությունը ժիրնիկ ուսոկը դառել է էստրադային երաժշտությունը։ Մարդիկ հեռուստացույցով մուղամ չեն լսում հաստատ, իրանք լսում են Լիլիթ Հովհաննիսյան, իրանք լսում են, չգիտեմ, Արմենչիկ, ինչ են լսում вообще։ Հավոր այ, պետք է արգելվի, պետք է սանկցիաներ լինի, շտրաֆը լինի։ Ավտոյով, в общем, էդի լսելուց բան ես անում, կարմիրի տակով անցնելուն հավասարում 20,000 դե շտրաֆ մուծես։ Իմ կարծիքով։ Մինչև մարդու ջեբին չկպնես խելքը գլուխը։ Մշակութային հեղափոխությունը տապորով են անում կարծիքով։ Եթե քրիստոնեությունը տապորով են բան արել, քրով ու խաչով, լուրջ բերեք մշակութային հեղափոխությունը տապորով ու բալ։ Շորես կամ են։ Դիմուց ճակնավակից։ Չքսեիր։ Էշպան չեմ։ Ջրիկ այծեր, ջրիկ կայծեր։ Մի անգամ ոչ ինչ-որ քայլում էի ու բան Արտուրին Ռոզենթալին տեսա, տենց ասացին Ռոզենկրանց։ Շատ արագ ասած։ Սենց ինչ-որ մի քիչ հիշացնում ես իրեն ձայնի տեմբրով բանով, ինչ-որ կապ ունեք։ 10 տարի նույն Նույն ձայնն է։ Նույն դասարանում ենք սովորել։ Հա, հասկացա։ Հա, ինչ-որ տեմբրը նման է, տենց մի քիչ թեթևակի։ Իչանի պրինցիպի սենց եզրապակենք դե շատ խորանալու մասը չկա։ Starım içtim be su sevgili. Ոնց ծառի փունջը լինի, Այս անգամի չէին այ հետ։ Տակից